Միացյալ Նահանգների նախագահը առևտրային պատերազմ հայտարարեց աշխարհին սպիտակ տան վարդերի պարտեզում հանդիսավոր արարողությամբ ապրիլի 2-ը հռչակելով Ամերիկայի ազատագրման օր, անցած դարից ի վերջ տեսնված մաքսատուրքեր սահմանելով Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա։ This is one of the most important days, in my opinion, in American history. It's our declaration of economic independence. Այսօր ազատագրման օրն է։ Սա Ամերիկայի պատմության ամենակարևոր օրերից մեկն է։ Ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիրը։ Մենք Ամերիկան կրկին կդարձնենք հզոր եւ հարուստ։ Ավելի քան 50 տարի է մեր երկիրը բզկտում են, այլևս երբեք։ America wealthy again. Դոնալդ Թրամփի համոզմամբ այս առևտրային խոչընդոտները բարեկամներին եւ թշնամիներին կստիպեն զիջումների գնալ ինչպես ֆինանսական, այնպես էլ տարածքային։ Տնտեսագետները մինչդեռ զգուշացնում են, կյանքը կդժվարանա բոլորի, այդ թվում ամերիկացիների համար, ովքեր ստիպված կլինեն վճարել Թրամփի սահմանած ներմուծման հարկը։ Այսպիսով Սպիտակ տան ղեկավարը որոշեց, որ Ամերիկայի հետ առևտուր անող երկրները պետք է վճարեն նույնքան մաքսատուրք, որքան իրենք են սահմանել ամերիկյան ապրանքների համար։ Չինաստանի դեպքում 34%, Եվրամիության 20%, Ճապոնիայի 24%, Հնդկաստանի համար 26%։ Ընդհանուր առմամբ որևէ երկիր դուրս չի մնացել նախագահ Թրամփի տեսադաշտից, նվազագույն բազային մաքսատուրքը սահմանվել է 10%։ Ռուսաստանի դեպ 3 վարդերի պարտեզում ցուցադրված հսկայական ցանկում չկար, ինչպես նաև Բելարուսը, Հյուսիսային Կորեան։ Ամերիկայի նախագահի աշխատակազմը այս հանգամանքը բացատրել է Ռուսաստանի եւ մյուսների հետ առևտրի բացակայությամբ պատժամիջոցների պատճառով։ Միացյալ Նահանգները աշխարհի խոշորագույն տնտեսությունն է, ցանկալի առևտրային գործընկեր աշխարհի բազմաթիվ երկրների համար։ Թրամփը կարծում է, որ այդ գործընկերները հարստանում են Ամերիկայի հաշվին, քանի որ ավելի շատ ապրանք են վաճառում, քան գնում Ամերիկայից։ Այժմ այս նոր մաքսատուրքերը, ինչպես հույս ունի նախագահ Թրամփը, կսահմանափակի առատ ներմուծումը եւ կխթանի ամերիկյան արտադրանքին։ Թրամփի 3 հիմնական թիրախները Եվրամիությունն է, աշխարհի երկրորդ տնտեսությունը, Չինաստանը, երրորդ տնտեսությունը եւ Կանադան, Մեքսիկան, Ամերիկայի գործընկերներն ու հարևանները։ Հենց այս երկրներին են բաժին հասնում ամերիկյան առևտրաշրջանառության դեֆիցիտի առյուծի բաժինը, թե Բրյուսելը, թե Պեկինը եւ Մեքսիկայի ու Կանադայի իշխանությունները պատասխան քայլերով են սպառնում, եթե Թրամփը չվերանայի իր մոտեցումը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թրամփի որոշումը համաշխարհային տնտեսությանը լրջագույն հարված է անվանել, հայտարարելով, որ Բրյուսելում պատասխան քայլեր են ձեռնարկում։ The global economy will massively suffer. Հետևանքները սարսափելի կլինեն աշխարհով 1 միլիոնավոր մարդկանց համար։ Millions of citizens will face higher grocery bills. Չինաստանի կառավարությունը եւս դատապարտել է Սպիտակ տան ղեկավարի քայլը, սպառնալով միջոցներ ձեռնարկել իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Առևտրային եւ մաքսային պատերազմներում չկան հաղթողներ։ Ամերիկյան նոր մաքսատուրքերի հասցեատերերը միաժամանակ դեռ հույս ունեն պայմանավորվել Ամերիկայի նախագահի հետ։ Իսկ մինչ այդ աշխարհը վաղը կարթնանա մի նոր իրականությունում, որտեղ մոլորակի ամենահզոր եւ հարուստ երկիրը բոլորից պատնեշվել է մաքսատուրքերով եւ պատրաստ է վտանգել հարաբերությունները հարևանների, բարեկամների հետ հանուն սեփական բարգավաճման։ Թե որքան կզիջի Թրամփը հետագա բանակցություններում դժվար է կանխատեսել, բայց արդեն հիմա տնտեսագետները կարծիք են հայտնում, որ Ամերիկայի նախագահի որոշմամբ նահանգներ ներմուծվող ապրանքների միջին հարկը ներկայիս 3-ից 4%-ից կբարձրանա մինչև 10-ից 15%, այսինքն այդ որոշումից կտուժեն նախևառաջ ամերիկացիները, գները կաճեն, տնտեսությունը կդանդաղի, կյանքն ավելի ծանր կդառնա։ Սպիտակ տան ղեկավարը հակառակ կարծիքին է, Միացյալ Նահանգները կստանա տրիլիոն դոլարներ, որոնք կնվազեցնեն հարկերը եւ կկրճատեն ազգային պարտքը, մեջբերում Դոնալդ Թրամփի հայտարարությունից։ Մինչ Սպիտակ տան ղեկավարը ոսկե դարաշրջան է խոստանում իր այս որոշումներով, բորսաներում արդեն բացասական միտումներ են նկատվում, շուկաներում անհանգստություն է տիրում, դոլարն էլ 2%-ով արժեզրկվել է, ինչը մեկ օրում ամերիկյան արժույթի ամենամեծ անկումն է 2022-ի նոյեմբերից ի վեր։ Հնարավոր գնաճով առևտրային պատերազմների բացասական հետևանքով ամերիկացիները մտահոգված են։ Մենք ենք մեծապես տուժելու, շուկայում արդեն զգացվում է, մթերքների
սարքերի գները բարձրանում են։ Եկավ ու համակարգը տակնու վրա արեց։ Մյուս երկրները չեն ցանկանա մեզ հետ գործ ունենալ, եթե մենք շարունակենք նույն ոգով։ Ես այստեղ դրական ոչինչ չեմ տեսնում։ Արտադրության բարելավում երկարաժամկետ կտրվածքով, սա նույնն է, ինչ դեն նետես $100-ավոր $1 $1 աշխատելու համար։ Սա վատ մոտեցում է։